ինչ որ արվեստագետ ուզեցել է շատ լավ բան ստեղծի, իր հակառակ կողմը չի հասկացել։ Ինձ թվում է ինչ որ մեծ անդունդ կա ստեղծողի եւ այդ լսողի կամ օգտագործողի մեջ մեծ անդունդ կա, որ այս մարդը անում է ինչ որ մի բան, այս մարդը դա չի հասկանում։ Ես ավելացնեմ, որ այդ անդունդը նաեւ որոշ չափով նաեւ արհեստական է եւ երբ որ հետ եմ նայում ես արդեն իմ գիտակից կյանքի վերջին 25 տարիներին հասկանում եմ, որ արհեստական ստեղծված անդունդ է, որովհետեւ նայեք ընդհանուր, եթե ամբողջ գլոբալ առումով վերցնենք, մոլորակի հետ կապված այդ գլոբալիզացիա ասվածը վստահ այդ շատ սիրուն գնում է առաջ ու հատկապես պատկերացրեք թիրախային տեղեր ավելի շատ վերցնում են այն տեղերը, որտեղ որ մարդիկ ավելի խորն են կպած իրանց արմատներին եւ բանին ու շատ խնդալու է որ աշխատում է, դե որտեղ ունեն տեխնոլոգիաներ, իսկ մենք մեր ռոպագանդելու ինչ որ առաջտանել տեխնոլոգիաներ չունենք։ Հա, աշխատում է իհարկե աշխատում։ Մենք մեր վրա զգում ենք։ Որտեղ ես հիշում եմ մեր գյուղի քեֆերը, որ պապիս հերնում երգում էր, ես ֆոլք երգեր էին երգում, աշխուղական երգեր էին երգում, մի հատ չկար էլի օրինակի համար ադրբեջաներենից թարգմանված ասենք սև աչեր երգեն, մենք չենք լսել փոքր ժամանակ, այտենց բաներ 5 օր առաջին ենք հենց այդ խոսքը։ Չենք լսել, իմ պապին հելնում էր, ասենք, դուրեն գլխեներ երգում, բան, սենց, չգիտեմ, ջիվանի էր երգում, Աբի Գևորգ էին երգում, ու այնքան մենք դրա տակ ենք մեծացել։ Բախի այն ժամանակ սովորական կենցաղային քեֆի մասին է խոսքը, որտեղ պրոֆեսիոնալ երաժիշտներ չկան։